Ոստիկանությունը ձերբակալել է իտալական Ռեալ Սեբաստիանի բասկետբոլային ակումբի 3 երկրպագուների այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ քարեր են նետել պիստոյայից երկրպագուներ տեղափոխող ավտոբուսի վրա։ Վարորդներից մեկը մահացել է հարձակման ժամանակ, հաղորդում է Republica թերթը։ Իրավապահ մարմինները ձերբակալել են 31-ից 53 տարեկան 3 տղամարդու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ մարդկանց կողմից կատարված կանխամտածված սպանության համար։ Ըստ որոշ տեղեկությունների ձերբակալվածներից երկուսը ծայրահեղ աջ շարժումների անդամներ են։ Հետաքննությունը փորձում է պարզել հանցագործի ինքնությունը։ Կիրակի օրվա խաղից հետո Տոսկանա վերադարձող ավտոբուսում գտնվում էր մոտ 45 մարդ։ Պարտված Ռեալ Սեբաստիանին աջակցող երկրպագուները հարձակվել են Ռիետիի եւ Տերնիի միջև ընկած մայրուղու վրա գտնվող ավտոբուսի վրա։ Նրանք սկսել են քարեր եւ աղյուսներ նետել ավտոբուսի վրա, որոնցից մեկը ծակել է պատուանը եւ մահացու վիրավորել երկրորդ վարորդին։ Ուղևորները նշում են, որ լուրջ վթարից խուսափել են միայն այն պատճառով, որ վարորդի կողքի պատուանը դիմացել է հարվածին։ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը ելույթ ունենալով ռադիո NV-ում կասկած է հայտնել, որ Սպիտակ տունը զգալի աջակցություն կցուցաբերի Կիևին, հատկապես Ռուսաստանի վրա ճնշման առումով։ Եթե նա Դոնալդ Թրամփը լուրջ լիներ այս համաձայնագրի հարցում, Թրամփը կփնտրեր Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու եղանակներ։ Նա կճնշեր Մոսկվային Պուտինի հաշվարկները փոխելու համար, որպեսզի Պուտինը հասկանա, որ մարտադաշտում հաղթելու հետագա փորձերը կձախողվեն եւ Ռուսաստանի համար կնշանակեն միայն ավելի մեծ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ծախսեր, ասել է Փայֆերը։ Նա նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումն անվանել է Մոսկվայի հաղթանակ։ ԱՄՆ կառավարության Սենատում բյուջեն ընդունելու եւս մեկ փորձ ձախողվել է, այս մասին հայտնել է Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։ Հանրապետականների խոսքով ձախողումը պայմանավորված էր դեմոկրատական կուսակցության կողմից փոխզիջման գնալու անպատրաստությամբ։ Դեմոկրատները 11-րդ անգամ քվեարկեցին կառավարության փակումը շարունակելու օգտին։ Անօրինական ներգաղթյալների համար առողջապահական ապահովագրության նպատակով, ասվում է հայտարարության մեջ։ Սենատի քվեարկությունը ցույց տվեց, որ առաջարկվող բյուջեի օրինագիծը չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանը մտադիր չէ հարձակվել Թայվանի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կարծում եմ, մենք շատ լավ կհամաձայնվենք Թայվանի եւ այլ հարցերի շուրջ։ Կարծում եմ, ոչինչ չի պատահի, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նախկինում ճապոնական Sankei Shimbun թերթը հայտնել էր, որ ժողովրդաազատագրական բանակը երկրի ամենամեծ ժյուրիի է։ Զորավարժարանում կառուցել է Թայվանի կառավարության կարևոր շենքերի, այդ թվում նախագահական պալատի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների մակետները։ Այս օբյեկտն օգտագործվում է կղզում գխատման հարված իրականացնելու համար։ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարձակողական գործողություններ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում գտնվող Օրեխով քաղաքի ուղղությամբ, ինչպես հայտնում է Տելեգրամի Ռուսская Весталика, ռուսական բանակը արդեն 1 օր է իրականացնում է ինտենսիվ մեխանիզացված հարձակումներ Զապորոժիեի ռազմաճակատի 3 ուղղություններով։ Հիմնական հարվածը հասցվել է Ռապոտինոյի եւ Նովոպոկրովկայի հատվածներից դեպի Մալայա Տոկմաչկա, որտեղ ռուսական տեխնիկային հաջողվել է ներթափանցել բնակավայրի տարածք։ Միաժամանակ հարձակումներ են իրականացվել նաեւ Միրնոյի շրջանից Նեստերյանկայի եւ Շերբակովոյի ուղղությամբ, ինչպես նաեւ Իլչենկովոյից դեպի Նովոդանիլովկա։ Ավելի վաղ ռուսական 70-րդ գնդի զինծառայողները հայտնել էին, որ Մալայա Տոկմաչկայի ուղղությամբ առաջ խաղացումը բարդացել էր ուկրաինական անօդաչու սարքերի մեծ քանակությամբ կիրառման պատճառով։